Այբվեի աշխատասենյակում հյուրընկալել են կանանց պայքարը հանուն արդար դատաքննության ֆիլմի համահեղինակ Թեհմինե Ենոքյանին, բարի երեկո։ Բարի երեկո։ Թեհմինե, ֆիլմի գաղափարը ինչպես առաջացավ եւ որն է այն հիմնական նպատակը, ասելիքը, որը ցանկանում եք ֆիլմի միջոցով փոխանցել։ Շնորհակալություն հրավերի համար։ Մենք կանանց պայքարը հանուն արդար դատաքննության վերնագրով ֆիլմը ցանկացել ենք նկարահանել ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի հետ համատեղ։ Հայաստանում առհասարակ կանանց նկատմամբ բռնությունների դեպքերը հիմնականում չբարձրաձայնված թեմա է եւ ընտրել ենք մոտ 7 դեպք։ Պետք է նշեմ Դիանա Նահապետյան, Հեղինե Դարբազյան, Լուսինե Ղաբուզյան, Նարինե Նիկողոսյան, Թագուհի Մանսուրյան, Հասմիկ Խաչատրյան եւ Մարիամ Գևորգյանի դեպքերը։ Այս այն դեպքերն են, որոնցով կա հարուցված քրեական գործ եւ կա դատաքննության փուլը որոշ դեպքերում ավարտված է, որոշ դեպքերում նոր է սկսվում եւ կան պատիժներ, որոնք անհամաչափ են կատարված հանցագործության բնույթի հետ եւ այս 7 դեպքերը հիմնականում ընտրել ենք ֆիլտրելով ծանրության, գործի ծանրության հանգամանքներից ելնելով։ Դիանայի եւ Հեղինեի դեպքը ավարտվել է սպանությամբ, մնացած Լուսինե Ղաբուզյանի դեպքը դա դեպք է, որը 5 երեխաների մայր է, որը մշտապես բռնությունների զոհ էր դարձել եւ ճնշումների տակ էր եւ ամուսնալուծվեց եւ 3 երեխաներին վերցրեց ամուսնու մոտից։ Թեհմինե, իսկ ինչպես ստացվեց համագործակցությունը այն կանանց հետ, ովքեր ենթարկվել են բռնության, որովհետեւ կարելի է ենթադրել, որ նրանք խորը հոգեբանական ճգնաժամի մեջ են, ինչպես համաձայնեցին խոսել տեսախցիկի առջև եւ իրենց ձայնը լսելի դարձնել։ Իհարկե բավականին դժվար է զոհ դարձած բռնության ենթարկված վերապրած կնոջ հետ խոսելը, որովհետև արդեն իսկ հենց սկզբից իրենք ունեն մեծ տրավմա իրենց մեջ եւ հոգեբանական լուրջ աշխատանք է անհրաժեշտ, որպեսզի իրենց հետ կարողանանք տեսախցիկի առջև աշխատել։ Եղել են դեպքեր, որ ընտրված հերոսներից մեկը երկար ժամանակ հրաժարվում էր խոսել, բայց հետագայում հոգեբանորեն հետաաշխատելուց հետո պարզ դարձավ, որ դա իր համար է եւ իր երեխայի համար է, իր իրավունքի պայքարի նպաստող գործընթաց է դա եւ անհրաժեշտ է, որ ինքը բարձրաձայնի այդ դեպքերի մասին։ Իհարկե մարդիկ են, ովքեր որ արդեն բարձրաձայնել են, դատարան են դիմել, լրագրողների հետ հարցազրույցներ են արել, շատ դեպքերում հարցազրույցներ են տվել, բայց երբ որ արդեն համապարփակ փորձում ես այդ ամբողջ 2-3 տարվա ընթացքում դատական գործը ներկայացնել եւ իր գանգատը ներկայացնել, այդ ժամանակ միգուցե եւ կա հիասթափություն, որ բարձրաձայնելուց հետո ինչ որ դեպքերում նորմալ դատաքննություն չի իրականացվել, քննչական մարմիններն են թերացել կամ ոստիկանությունն է թերացել իր աշխատանքներում։ Օրինակ այդ դեպքում կարող եմ ասել, որ բավականին դժվար է եղել Նարինե Նիկողոսյանի հետ աշխատելը, բայց այնուամենայնիվ մեզ հաջողվեց իր հետ համագործակցել։ Իր դեպքը ասեմ, որ երեխայի առևանգման դեպք էր, որը բավականին սպეციფիկ եւ հոգեբանորեն բարդ իրավիճակ էր։ Թեհմինե, նյութ ֆիլմը արդեն պատրաստ է, հետագա ճակատագիրը ֆիլմի ինչպես եք պատկերացնում, ինչպես այս դեպքերը պիտի լսելի դարձնել հասարակության լայն շրջանակների։ Այսպես ասենք, ֆիլմը մոտավորապես 34 րոպե է իր ծավալով, այն պետք է թարգմանվի անգլերեն եւ ենթագրեր պետք է տեղադրվեն անպայման։ Նաեւ ունենք պայմանավորվածություն որոշ հեռուստաընկերությունների հետ եւ փորձելու ենք մի շարք հեռուստաընկերությունների հետ համագործակցելով եթեր թողնել այս ֆիլմը, որպեսզի լայն հանրության նույնպես հասանելի լինի։ YouTube-ը իհարկե կլինի YouTube-ում եւ հասանելի կլինի բոլոր նրանց համար, ովքեր on-line տարածքից են ինֆորմացիա ստանում, իսկ այն մարդիկ, ովքեր հեռուստատեսությամբ են ինֆորմացիա ստանում, սա հնարավորություն է իրական այդ խնդիրներին ծանոթանալու համար։ Ընտանեկան բռնության դեպքերը շատ են, բայց դրանց մասին խոսելը անհարկի է մի շարք պատճառներով, ավանդապաշտական ընտանեկան մոդելների եւ հասարակության քննադատական վերաբերմունքի պատճառով չի աճել բռնությունը մեծ հաշվով, բայց բարձրաձայնման գրանցումը բերում է նրան, որ թիվը գնալով աճ է ցույց տալիս։ Ես կարծում եմ, որ հիմնական խնդիրը դա կլինի թիրախավորված բարձրաձայնել, որ մարդիկ տեսնեն իրենք էլ ուզենան բարձրաձայնել։ Հուսանք, որ ֆիլմը դրա համար շատ լավ հարթակ կլինի եւ կծառայի հետագայում նմանատիպ դեպքերը կանխելու համար։ Շնորհակալ եմ ձեզ մեկնաբանությունների համար։ Հիշեցնեմ, որ մենք տաղավարում հյուրընկալել էինք կանանց պայքարը հանուն արդար դատաքննության ֆիլմի համահեղինակ Թեհմինե Ենոքյանին։